Այո, օրը իսկապես բարի է, ես կասեի աստվածային, որովհետև այսօր Աստծոտան իրենց օրհնությունը ստացան Ռոզան եւ Գուրգենը հարատև միասին լինելու խոստմամբ։ Բայց այսօրը առանձնանում է եւս մի շատ կարևոր իրադարձությամբ։ Ապրիլի 27-ն ուղղակի ընտրված օր չէ հարսանյաց արարողության համար։ Այսօր մեր գեղեցկուհու հայրիկի երկնային ծննդյան օրն է։ Եվ ճանաչելով Ռոզային, թակելով նրա ներսի դուռը, վստահ կարող եմ ասել, որ նա արժանի դուստր է։ Հայրիկի անժամանակ կյանքից հեռանալը նրա մեջ շատ բան է փոխել, դարձնելով ավելի ուժեղ, իմաստուն եւ կյանքին առավել հասուն աչքերով նայող աղջիկ։ Եվ ահա այսօր այս աղջիկը պատրաստ է կյանքի նոր, առավել պատասխանատու շրջափուլ մտնելուն, ենթարկվելով ընտանեկան ինստիտուտի կարևորագույն օրենքներին։ Եվ ես վստահ եմ, որ այս իր համար շատ պարտավորեցնող ժամանակափուլում իր աջակից եւ ուժեղ ձեռքը կմեկնի նաեւ Գուրգենը, ով ոչ միայն Ռոզային իր կողակիցը համարելու պատիվը կունենա, այլև կլրացնի նրան ամեն հարցում ձևավորելով օրինակելի հայկական ընտանիքի մոդել։ Աստծո օրհնանքն արդեն թևածում է ձեր գլխավերևում, եւ ես վստահ եմ, Ռոզ, որ այս պահին դու զգում ես նաեւ հայրիկի ներկայությունն ու օրհնությունը, տեսնում նրա ժպտացող եւ գոհունակ աչքերը։ Ես վստահ եմ, որ քո մեջ մեծ էր ցանկությունը, որ Գուրգենն առաջինը հենց նրա հավանությանն արժանանար։ Այս 4 տարիների ընթացքում գիտեմ, որ հայրիկը երբեք բացակայ չի եղել քո կյանքից ու չի լինի, որովհետև նա քո սրտում է։ Գիտեմ, որ շատ է զրուցում իրեն հետ։ Թող շնորհավոր լինի նրա երկնային ծնունդը, որն այսօր դարձավ քեզ համար նաև նոր կյանքի ձևավորման օր։ Նաև գիտեմ, որ այս պահին եւս դու հայրիկին ասելիք ունես։ Այնպես որ խնդրում եմ բոլորիդ ուշադրությունն էկրանին, շնորհակալություն։ Պապ ջան, ծնունդդ շնորհավոր։ Արդեն 4 տարի ամենք միասին չենք նշում այս կարևոր օրը։ Բայց ես հանգիստ եմ, որովհետև դու արդեն շատ ավելի դրախտային տեղում ես նշում քո ծնունդները։ Ապրածս ոչ մի օրում, ոչ մի առիթով չեմ խոստովանել մեծագույն սիրուս մասին, բայց հիմա ուզում եմ գոռամ, որ ես քեզ սիրում եմ։ Միակ սփոփանքը ողջ ողբերգության ներսում հավատի նշույլն է քո զգացածների մեջ իմ սերը գտնելու։ Ու այսօրվանից այսօրը կրկնակի անգամ օրհնված է լինելու իմ համար։ 4 տարի առաջ ես չէի էլ պատկերացնում, որ կյանքը կարա այսքան տարբեր գույներ ունենա։ Չգիտեի, որ կգա մի օր, ու մենք էլ երբեք մեր տանը չենք հանդիպի։ Ու ես քո հետ խոսելու համար կգամ մի տեղ, որը մեր տունը չի։ Չգիտեի, որ ինձ սկսելու են ճանաչել դրսում ու սկսելու են սիրել լրիվ անծանոթ մարդիկ։ Չգիտեի, որ 3 տարի հետո հանդիպելու եմ մարդու, ով դառնալու է իմ մեծագույն սերը։ Ու չգիտեի, որ 4 տարի հետո քո ծննդյան օրը ամուսնանալու եմ։ Շատ բաներ չգիտեի, պապ ջան, բայց հիմա արդեն գիտեմ շատ ավելին ու երևի բաներ կան, որոնց մասին պետք էլ չէր այսքան շուտ իմանայի, որովհետև միշտ չի, որ շատ իմանալը միանշանակ լավ է։ Դու հիմա մեր բոլորի նման նստած չես այստեղ որևէ աթոռի ու մենք քեզ չենք տեսնում, բայց շատ ավելի կարևոր է քո տեսնելը։ Ու ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հիմա դու բոլորիցս շատ ավելի այստեղ ես ու իմ կողքին, որովհետև ես քեզ զգում եմ իմ ամբողջ մարմնում, բոլոր բջիջներում։ Ես ինչ որ կամ հիմա այդ քո շնորհիվ է։ Դու դարձել ես իմ կյանքի սպիտակ լույսը ու իմ փակ դռներ բացողը։ Դու իմ պահապան հրեշտակն ես, պապ ջան, ու առանց քեզ ես ոչինչ եմ։ Եթե դու 4 տարի առաջ իմ կողքին էիր, մեր տանն էիր, հիմա արդեն դու իմ մեջ ես ու ամենուր ես։ Դու շատ ավելի լավ ու քեզ շատ ավելի արժանի տեղում ես։ Ու վստահ եմ նաև, որ մենք դեմ առ դեմ նորից հանդիպելու ենք։ Դու Գուգուն չեք հանդիպել, պապ ջան, բայց ես քեզ ուզում եմ ասեմ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դու հենց իրան ես ընտրել իմ համար, որովհետև ես երջանիկ եմ։ Նորից ու նորից շնորհավոր ծնունդդ, պապ։ Հա ու մեկ էլ ես, Սամոն, մաման 4 տարի չենք ապրել ոչ մի առիթով, բայց այսօր քո թույլտվությամբ քո ծնունդին ու իմ հարսանիքին անverջ ապրելու ենք։